Մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում ընտանիքների անապահովությունը կգնահատվի նոր համակարգով։ Նոր համակարգի հիմնական թիրախը նախև առաջ ծայրահեղ անապահով ընտանիքներն են, որպեսզի վերջիններս հաղթահարեն ծայրահեղ աղքատությունը և դառնան սոցիալ-տնտեսապես ակտիվ։ Նոր համակարգով կլինի անապահովության 4 շեմ՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով և անապահով։ Ծայրահեղ անապահով ընտանիքներին կտրամադրվի նպաստ այնքան, որպեսզի վերջիններս կարողանան հաղթահարել ծայրահեղ աղքատությունը կամ պարենային շեմը, առանձին դեպքերում կտրամադրվեն նաև այլ ծառայություններ։ Անկախ անապահովության աստիճանից դիմող բոլոր ընտանիքների աշխատունակ անդամները կստանան նաև զբաղվածության խորհրդատվություն և հարմար աշխատանքի առաջարկ։ Նշանակում է, որ ընտանիքները կարող են նաև զբաղվածության ծրագրերում ընդգրկվելուն զուգահեռ 1 տարի շարունակ ընդգրկվել զբաղվածության ծրագրերում և զուգահեռ ստանալ նաև անապահովության նպաստ։ Այսպիսով ստացվում է, որ նոր համակարգը նպատակ ունի օգնել ոչ թե բոլորին և ոչ արդյունավետ, այլ ամենակարիքավորներին և բավարար չափով։